Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արհեռուստաընկերության եթերում Երկրապահ կամավորականների միության մեր հաղթանակը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարեկամներ, փետրվարի 15-ին տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարը։ Մինչ համագումարի աշխատանքների լուսաբանումը ձեզ ենք ներկայացնում Երկրապահ կամավորականների միության անցած համագումարների տարեգրությունը։ Ազգային ազատագրական պայքարի առաջին փուլում Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում և մայրաքաղաք Երևանում ինքնաբուխ կազմավորված Երկրապահ կամավորական ջոկատների բուն նպատակն էր մինչև ազգային բանակի կազմավորումը պաշտպանել Հայաստանի սահմաններն ու օգնության հասնել ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող և իր անկախության համար մարտնչող Արցախահայությանը։ 1988 թվականից գործող Երկրապահ կամավորական ջոկատները իրենց գործունեության մասին հանդես եկան 1990 թվականին համատեղ ընդունված հռչակագրով։ Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության սահմանները, մարտնչելով Արցախահայության ինքնապաշտպանական մարտերում, ակտիվորեն մասնակցելով Հայաստանում սկսված ազգային բանակի կազմավորման գործընթացին, Երկրապահ կամավորական ջոկատները այսպես գործեցին մինչև 1992 թվականը։ Երկրապահ ջոկատներում ընդգրկվեցին այն տղաները, որոնց ոչ ոք չխնդրեց, ոչ ոք չկանչեց, ոչ ոք ուժով չբերեց, եկան կամովին, եկան իրենց պապենական զենքով, եկան իրենց զինամթերքով, եկան զոհվելու տղաները։ 1992 թվականից Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության արդեն կազմավորված զորամիավորումների հետ Երկրապահ կամավորական ջոկատները ինքնապաշտպանական իրենց ողջ գործունեությունը կազմակերպում էին Պաշտպանության նախարարության հրահանգավորմամբ։ 1992 թվականի աշնանը հայոց մարտնչող զինուժին ևս մի ոգևորություն հաղորդելու համար Հանրապետության բոլոր շրջանների կամավորական ջոկատների հիմքի վրա կազմավորված կամավորական գումարտակներից կազմավորվեց Հանրապետության զինված ուժերի ամենախոշոր զորամիավորումը 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադը։ 1993 թվականի ամռանը տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության հիմնադիր համագումարը։ Համագումարը վարչության նախագահ ընտրեց Վազգեն Սարգսյանին։ Համագումարի հաջորդ օրը պատվիրակ երկրապահների մեծ մասը մեկնեց ուղիղ ռազմաճակատ, ևս մի ուժգին հարված հասցնելու հակառակորդին։ Ես այն մարդկանցից եմ, ում համար Հայաստանի բանակ, Ղարաբաղի բանակ տարբերություն չկա, որովհետև բոլորդ իմ համար մեկ է։ Եվ կուզեմ, որպեսզի այդ մտայնությունը բոլորիդ մեջ մինչև արյան վերջին կաթիլը մինչև վերջին բջիջը լինի։ Չկա այդպիսի տարբերություն։ Կա մի բանակ, Հայաստանի հայկական բանակ։ Երկու տեսակ բանակ չկա, ինչպես երկու Հայաստան չկա, կա մի Հայաստան։ Ղարաբաղն էլ մեջ է։ Հայ ժողովուրդը Երկրապահ կամավորական ջոկատների հազարավոր խիզախ հայորդիների կյանքի և անմնացորդ նվիրվածության շնորհիվ հաղթեց իրենից քառապատիկ անգամ ավելի զինված հակառակորդին ու 1994 թվականի մայիսին զինադադար պարտադրեց նրան, ապահովելով Արցախի ազատությունն ու անկախությունը։ Կեցեք, ձեզ փառք ու պատիվ։ Հաղթանակած զինվորների հաղթանակած զորաբանակի ընդունել են մեկ էլ 45-46 թվականին։ Իրոք ձեր արած գործը մեծ էր հայրենիքի մար, հողի մար, ժողովրդի մար։ Դա պետք է առաջինը դուք գնահատեք։ Վազգեն իրականություն էր ասում, որ ձեր արածը, եթե դուք միջև վերջ չպահեք, այն կտուկողերի պատմությունը կլի։ Քանի որ լավ որ մեր արած գործը չի վերջա, ճիշտ է, մեծ գործ ենք արել, չենք վերջացել, դրա համար մենք միշտ էլ պետք ենք մեկս մյուսին, ուրեմն պետք է այնքան պինդ կայունենք, նորմալ մտածենք, որ եթե հանգարց նորից պետք ենք, միշտ պատրաստ լինենք։ Զինադադարից անմիջապես հետո իր երկրին ու ժողովրդին արժանապատիվ խաղաղություն և հաղթանակ ապահոված Երկրապահը սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ մեծ ջանասիրությամբ նպատակամղվեց բանակային կառույցների կատարելագործմանն ու
երկրի տնտեսական հզորացմանը։ Իրանցած փառապանց մարտական ուղու, պատերազմում ձեռք բերած հաղթանակի գործում ունեցած ավանդի եւ անկախության կայացման գործում առանձնահատուկ ներդրման համար Երկրապահ կամավորականների միությունը 1996 թվականին Հանրապետության նախագահի կողմից արժանացավ մարտական դրոշի։ ԵԿՄ երկրորդ եւ երրորդ համագումարները դարձան բանակի հզորացման, պետականության կայացման եւ հայ ժողովրդին պարտադրված պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած ու անհայտ կորած մարտնկերների ընտանիքների խնդիրների կարգավորման կոչ անող համագումարներ։ 1999 թվականին, երբ Երկրապահը համայն հայության հետ արդեն հանրապետության վարչապետ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ նախապատրաստվում էր թևակողելու երրորդ հազարամյակ, մեր երկրում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Երկրապահը կորցրեց իր առաջնորդին։ Նույն թվականի դեկտեմբերի 4-ին ԵԿՄ 4-րդ համագումարը Սպարապետ Վազգեն Սարգսյանին հռչակեց Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ։ Համագումարը միաձայն ԵԿՄ վարչության նախագահ ընտրեց Սպարապետի լավագույն զինակից ընկեր գեներալ Մանվել Գրիգորյանին, ով Երկրապահը առաջնորդում է մինչ այսօր, ընդարձակելով ԵԿՄ աշխարհագրությունը երկրի սահմաններից դուրս, արտերկրում, սփյուռքահայության մեջ, ինչպես նաև իր գործնեությամբ ապահովելով սերնդափոխությունը կամավորական միության մեջ։ ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը շարունակելու ծրագիրը դարձավ ԵԿՄ հաջորդ համագումարների որոշիչ դրույթներն ու ուղեցույցները։ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության կայացման ու հայ ժողովրդին պարտադրված պատերազմի մեջ իր վճռական ու որոշիչ դերն ունեցող Երկրապահը ազգային բանակի կազմավորման ու կայացման գործում իր անգնահատելի դերակատարություն ունեցող Երկրապահը խաղաղության տարիներին դարձել է նոր սերնդի դաստիարակման մի յուրահատուկ դպրոց, հայ ժողովրդի նոր հաղթանակները պահպանելու եւ եկող սերնդին փոխանցելու առաքելությամբ։ Երկրապահ կամավորականների միությունը իր ծրագրային դրույթների իրագործման եւ աշխատանքային գործնեայության ընթացքում ունի արդեն ավանդական միջոցառումներ։ Մայիսի 8-ը պետականորեն ընդունված է որպես Երկրապահի օր եւ նշվում է պետականորեն ու համաժողովրդական մասշտաբով Երևան քաղաքում եւ հանրապետության բոլոր բնակավայրերում, նաեւ արտերկրում։ Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Երկրապահի հետևողական աշխատանքի արդյունքում տարիների ընթացքում դարձավ հայ ժողովրդի տոնական օրերից մեկը։ Իսկ 2009 թվականից ԵԿՄ վարչության նախագահ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը դարձավ պատանի Երկրապահ ակումբի սաների երդման օր։ Իր գործնեայության մեջ Երկրապահ կամավորականների միությունը առաջնային է համարում նոր սերնդի հայեցի դաստիարակությունը։ Երկրապահական ավանդական ուխտագնացությունը, որի ակունքները գալիս են պատերազմի տարիներից, ծավալվում է Հայաստան եւ Արցախ աշխարհներով։ Ուխտագնացության մեկնող ավագ սերնդի կողքին մշտապես քայլում են դրոշակակիր պատանի երկրապահները, երիտասարդ երկրապահները, Երկրապահի նոր սերունդը։ Երկրապահի գործնեայության մեջ առաջնային է զոհված, հաշմանդամ դարձած եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական վիճակի եւ առողջական խնդիրների կարգավորումը, նրանց ընտանիքների նյութական ու բարոյական աջակցությունը, ու նաեւ հիմք ընդունելով պատերազմի մասնակիցների սոցիալական վիճակի բարելավումը, ինչպես նաև Երկրապահ կամավորականի պետականորեն գնահատումը Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 2012 թվականին մտնելով օրենսդիր մարմին նախաձեռնեց եւ այսօր արդեն նրա եւ ազգային ժողովի պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի ջանքերով հանրապետությունն ունի Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին օրենքը, որը պետականորեն արժևորում է հայրենյաց սահմանների պաշտպանությանը կամավոր մասնակցած մարտիկներին, նրանց գնահատում որպես արժեհամակարգ։
Պետականության ակունքներում կանգնել եւ իրենց միշտ երկրապահ են զգացել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների նախագահներ, վարչապետներ, ազգային ժողովի падգամավորներ, նախարարներ, պետական, արվեստի, մշակույթի եւ գիտության ճանաչված գործիչներ։ Երկրապահ կամավորականների միության շարքերում կան Հայաստանի եւ Արցախի ազգային հերոսներ, Հայաստանի եւ Արցախի մարտական խաչի առաջին եւ երկրորդ աստիճանի 200-ից ավելի շքանշանակիրներ, ԵԿՄ բարձրագույն պարգև սպարապետ Վազգեն Սարգսյան շքանշանի ասպետներ, ոմանք հետմահու։ Արցախյան ազատամարտում եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար նահատակված բոլոր հայրենիները երկրապահ կամավորականների միության պատվավոր անդամ են։ Մենք երկրապահ ենք։ Ես վստահ եմ, որ ամեն մի հայր իրեն հոգու խորքում երկրապահ է զգում եւ մտածում է, թե ինչպես ինքը կարող է երկրին պիտանի լինել։ Արցախը մեր անունն է, Հայաստանը մեր ազգանունը։ Մի մոռացեք նաեւ, որ մենք ազատագրել ենք մեր պատմական հայրենիքի մի մասը։ Ասել եւ հիմա էլ կրկնում եմ, հայը հաղթել է ազրու պարտադրած պատերազմում։ Մենք 1994 թվականի մայիսին շատ երկար չտապնդեցինք թշնամուն, բավարարվեցինք մեր պատմական հայրենիքի այն փոքր հատվածի ազատագրությամբ, որը անհրաժեշտ էր Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար։ Մենք մեր մարտական ընկերների պատգամ ունենք պահպանել ազատ անկախ Արցախը։ Ըստ կարգի ես պետք է այսօր այսպես սկսեի իմ խոսքը։ Ողջունում եմ երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարի պատվիրակներին եւ հյուրերին։ Բայց այսպես չեմ վարվի, որովհետև գրեթե 25 տարվա համատեղ ուղին ինձ ստիպում է այլ կերպ խոսել եւ ասել. տղերք, բարով տեսանք։ Վազգենն ասում էր, երկրապահների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումը այն էր, որ նա իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները եւ իր արյունով հնարավորություն տվեց, որ երկրում բանակ ստեղծվի։ Անսխալ էր ասում Վազգենը, այո, երկրապահը սահմանապահ չէր, երկրապահը հենց հայրենիքի սահմանն էր։ Երկրապահ կամավորականի ոգին ու պատերազմի դաշտում կռած հմտությունը դարձան հայոց բանակ։ Երկրապահը նախկին չի լինում, ու եթե պահանջվի հայրենիքի համար մենք ու մեր ընկերները պատրաստ ենք կրկին համազգեստ հագնելու։ Տա Աստված, Մանուել ջան, որ դրա անհրաժեշտությունը չլինի։ Հարգելի երկրապահներ, այս դահլիճը լավագույնս է մարմնավորում մարդկային ու ազգային արժանապատվությունը։ Դուք դրանով զինված մարտի եք գնացել։ Դուք դրանով ապրում եք։ Մենք կառուցում ենք Հայաստան, որ պիտի մարմնավորի մեր մարդկային ու ազգային արժանապատվությունը։ Վարկյան անգամ չեմ կասկածում, որ ստացվելու է։ Պետք է հավատանք, որ ստացվի։ Պինդ եղեք, տղերք ջան, հաջողություն ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ձեզ ենք ներկայացնում Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարի մասին պատմող մեր պատրաստած առաջին տեսանյութը։ Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության հոբելյանական 10-րդ համագումարը։ Հոբելյանական համագումարին Երկրապահ կամավորականների միությունը նախապատրաստվել էր ամենայն պատասխանատվությամբ։ Վաղ առավոտից
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր էին շտապում երկրապահական եռասերուն ներկայացուցիչները եւ համագումարի հյուրերը մայրաքաղաք Երևանից, Հայաստանի Հանրապետության մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ արտերկրից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, մի շարք այլ երկրներից, որտեղ գործում են Երկրապահ կամավորականների միության ներկայացուցչություններ։ Հետաքրքրությունը Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի հանդեպ անչափ մեծ էր։ Նախահամագումարյան օրերին Հայաստանի Հանրապետության տպագիր մամուլը եւ էլեկտրոնային լրատվամիջոցները բարբերաբար անդրադառնում էին Երկրապահ կամավորականների միության հոբելյանական 10-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքներին։ Համագումարի օրը հրավիրված էին Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող համարյա բոլոր շահագրգիռ լրատվամիջոցները։ Մարզահամերգային համալիրում ժողովրդական լեզվով ասած ասեղ գցելու տեղ չկար։ Բոլորն անհամբերությամբ սպասում էին համագումարի բացմանը։ Մինչ համագումարի աշխատանքները սկսվելը ցուցադրվեց Երկրապահ կամավորականների միության վարչության «Մեր հաղթանակը» հաղորդաշարի կողմից պատրաստված տեսաֆիլմի ցուցադրությունը, որը անդրադարձ էր Երկրապահ կամավորական ջոկատների, Երկրապահ կամավորականների միության համագումարների եւ Երկրապահ կամավորականների միության անցած հերոսական ճանապարհի տարեգրությանը։ Ֆիլմը հաճելի հուշեր արթնացրեց դահլիճում գտնվող երկրապահների եւ հյուրերի մեջ։ Ֆիլմի ցուցադրումից հետո Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը հայտարարեց համագումարի բացումը։ Ներս բերվեցին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական եւ երկրապահի մարտական դրոշները։ Հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ Երկրապահի հիմները։ Բեմ են հրավիրվում նախագահության անդամները։ 5 հարցերից բաղկացած օրակարգով։ Առաջին. Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ եւ համագումարը նախապատրաստող կազմ կոմիտեի անդամ Արա Կետիկյանը ելույթի համար խոսքը տրամադրում է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Նախ ողջունում եմ բոլորիդ բարով տեսանք։ Իհարկե լուրջ տոնական օր ասա, մեր երկրի պետության համար, մեր անկախության համար ամենալավ ձեռքբերումները 25 տարի առաջ այս դահլիճին ներկա մարդկանցից հանրապետության նախագահի գլխավորությամբ մեր երկրի բոլոր այսօրվա պետականության ղեկավարների, պաշտպանության նախարարի եւ բոլոր մասնակից մարդկանց շնորհիվ կարողացանք համ անկախանալ, անկախությունը ձեռք բերել, համ Արցախը պահպանել, այսօր ունենք այն ինչ ունենք, այնքան բան ունենք, որ սաղ աշխարհով ուզում են, բայց տվող չկա, ոչ էլ պատրաստ ենք տալու։ Մեծարգո նախագահ, սրբազան հայրեր, սիրելի մայրեր, քույրեր, եղբայրներ։ Առաջարկում
Նախ մեկ րոպելորությամբ հարյեր մեր բոլոր հերոստղաների հիշատակը, ովքեր ֆիզիկապես այսօր այդ հոբելանականին չեն մասնակցում մեր սպարապետի գլխավորությամբ։ Շնորհակալ եմ։ Հարգելի երկրապաներ, պատերազմի տարիներից մենք մեր կարևոր ներդրումն ենք ունեցել հայոց անկախության եւ դեռ պատերազմի տարիներից սկսած մենք ուշադիր ենք եղել հայոց բռնազավթված տարածքները թշնամիներից ազատագրելու եւ պաշտպանելու սրբազան գործում։ Անհայտ Հաշվանդամ երկրապահ ազատամարտիկների նրանց ընտանիքների, մեր հերոս մայրերի նկատմամբ։ Գլուխ ենք խոնարհում մեր բոլոր մայրերի առաջ, բոլոր այն մայրերի, ովքեր հերոսներ են ծնել, ովքեր հողի ու հայրենիքի պաշտպանող զավակներ են դաստիարակել։ Սիրելի պատվիրակներ, մենք երկրապահ ենք, ազգովին։ Երկրապահ նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շնացնող։ Երկրապահ պաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է։ Մենք մեր մարտական ընկերների պատգամ ունենք պահպանել ազատ անկախ Արցախը։ Վստահ եղեք, երկրապահ իր առաքելությունով կարողացել է պահպանել եւ պահպանելու է Արցախը, անկախ Արցախը։ Սիրելի պատվիրակներ, ես միշտ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ ձեռք բերածը պահպանել ու նոր սերունդներին փոխանցել։ Նոր սերնդի ճիշտ դաստիարակությունը դա երկրապահի կարևորագույն խնդիրներից մեկն է։ Մեր երեխան դպրոցից սկսած պիտի իմանա ինքով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի եւ ուր է գնալու, ասում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Մենք պատանի երկրապահին, երիտասարդ երկրապահին այնպես պիտի դաստիարակենք, որ միշտ պատրաստ լինի պաշտպանելու իր սրբությունները, մորը, ընտանիքը, հայրենիքը։ Սիրելի զինագիծ ընկերներ, մեզ հաջողվեց օրենքով ամրագրել երկրապահ կամավորականների կարգավիճակը։ Ժամանակին այս երկրին իրենց կյանքն ու արյունը տված անձիկ պետք է տարբերվեն մյուսներից, եւ դա պետք է ամրագրվել օրենքով։ Երկրապահ կամավորականի մասին օրենքը հսկայական բարոյական նշանակություն ունի։ Պետություն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականին։ Օրենքը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում սահմանել արտոնություններ այն մարդկանց համար, ում շնորհիվ այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն եւ անկախ Արցախ։ Հարգելի պատվիրակներ, լինելով հայոց բանակի հիմնաքար, մենք պարտավոր ենք միշտ մնալ բանակի շարքերում, բանակի կողքին, զորավիգ լինելով սահմանում ապրող հողի մշակին, մտավորականին, սահմանապահ հայ ժողովրդին։ Եթե ուզում ենք, որ պատերազմը չկրկնվի, ապա մենք շտամուց ուժեղ բանակ պիտի ունենանք։ Հայկական բանակում ծառայելը հայ մարդու պիտի դառնա պատվի խնդիր։ Իսկ հայկական բանակի սպան մեր հասարակության ամենահարգարժան ու պաշտպանված խավը պիտի լինի։ Սիրելի զինակիցներ, այս բոլոր խնդիրներից բոլորիցս լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Եկեք ողջունենք դալիճում ներկա Հայաստանի Հանրապետության նախագահ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին։ Հարգելի Սերժ Ազատիկ, մենք հավատում եւ վստահում ենք ձեզ, դուք մեր մարտական ընկերն եք, մենք համոզված ենք, որ ջանք ու եռան չեք խնայում կառուցելու հզոր զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինի հայրենիքի սահմանները եւ որտեղ բարեկեցիկ խաղաղ կյանքով կապրեն մեր ժողովուրդը։ Դա է երկրապաներիս երազանքը։ Հարգելի երկրապաներ, 20-րդ դարի վերջում հայ ժողովրդի միասնության շնորհիվ կարողացանք վերականգնել մեր պետականությունը եւ ազատագրել
գերության մեջ գտնվող հայրենիքի մի մասը, սիրելի երկրապաշտժողովուրդ, ոչ մի նպատակ, ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, չկա միասնություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը ինչ որ չափով իրենից է կախված, եւ որ մեր տունը մենք ինքներս պիտի կառուցենք, շենացնենք, դու որ կանգնի գերանգը կոտրի, ուրեմն միասնաբար ու համախմբված իրականացնենք մեր բոլոր ծրագրերը, համախմբենք, միասնական լինենք, որպեսզի հարկադրենք Թուրքիային ճանաչի 20-րդ դարի սկզբին հայոց ցեղասպանության փաստը, համախմբենք ու միասնական լինենք, որպեսզի պահպանենք, հզորացնենք Հայաստանն ու Արցախը, համախմբենք, որ կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը, խաղաղությունը։ Խաղաղությամբ կարող ենք շենացնել մեր երկիրը, սիրելի մարտական ընկերներ, կրկին շնորհավորում եմ ձեզ 10-րդ հոբելյանական համագումարի աշխատանքները սկսելու կապակցությամբ եւ մաղթում համագումարին արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն։ Երկրապահ կամավորականների միության հոբելյանական 10-րդ համագումարի պատվիրակները եւ հյուրերը անհամբերությամբ սպասում էին Հայաստանի Հանրապետության նախագահ, Երկրապահ կամավորականների միության անդամ իրենց մարտական ընկեր Սերժ Սարգսյանի ելույթին։ Հայաստանի Հանրապետության նախագահը բեմ է բարձրանում մարտնկերների ծափողջունների ուղեկցությամբ։ Դիմելով համագումարի պատվիրակներին եւ հյուրերին, Հայաստանի Հանրապետության նախագահը իր ելույթում շեշտում է. Սրբազան հայրեր, սիրելի մարտական ընկերներ, հարգելի զինակիցներ, սիրով ողջունում եմ համագումարի մասնակիցներին եւ իդեմս ձեզ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգով եւ գործով երկրապահ են։ Այս համագումարը տեղի ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։ Իրական պատերազմում պարտված եւ այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանությունները իրեն ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է։ Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ։ Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է։ Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ոչ կարողություն եւ ոչ էլ հնարավորություն։ Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի։ Այդ մարդասպանություններն ունեն եւս մեկ նպատակ՝ պարբերաբար թեժացնել իրավիճակը եւ բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը։ Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը եւ որի շուրջը փորձում են ձևավորել նրա այսպես կոչված ազգային գաղափարախոսությունը։ Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ։ Սա մեզ համար դժվար հասկանալի իրողություն է, որովհետև հայրենասիրություն ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան։ Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն եւս մեկ նպատակ։ Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար եւ փետրվար ամիսները գեր ծանրաբեռնված են սև օրերով։ Թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, բայց նրանք դրա համար մեղադրում են հայերին
եւ աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց։ Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողության փորձը, որ անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին էր։ Հունվարի 20-ի մասին ես միայն մի բան կասեմ։ Ադրբեջանի իշխանություններին դեռևս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի 20-ի դասերը։ Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի, իսկ մեղք ուրիշների վրա բարդելը երկար կյանք չի ունենում սովորաբար։ Բաքվի հայերի ջարդերի գագաթնակետը Բաքվի հայկական եկեղեցու հրկիզումն էր ամբողջի կողմից։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ խորհրդային զորքը Բաքու չէր մտել։ Սա է իրականությունը եւ բաքվեցիներն այդ մասին շատ լավ գիտեն։ Այդ մարդասպանություններն ունեն եւս մեկ նպատակ՝ այրել խաղաղության կամուրջները, բացառել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման եւ փոխհասկացողության հնարավորությունները, թույլ չտալ, որ հայ եւ ադրբեջանցի պարզ մարդիկ կարողանան գոնե լիասիրտ բարևել միմյանց։ Թույլ չտալ, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ լինեն միմյանց ներելու, միմյանց ձեռք սեղմելու, պատրաստ լինեն խաղաղության։ Ես սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար։ Ինչու դիպուկահարները դուրս չեն բերում սահմանային գծից, որովհետև մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է։ Փող եւ մարդասպանություն։ Ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ եւ աշխարհի հետ հարաբերվելիս։ Հարգելի երկրապահներ, իմ փաստարկը սեփական հողում, սեփական քրտինքով արարելու իրավունքն է, իմ փաստարկը հայոց բանակն է, իմ փաստարկը դուք եք եւ բոլոր այն հայրենիները, ովքեր հենց այսօր պատրաստ են զենք բռնել։ Միանգամից ասեմ, համոզված եմ, որ դրա կարիքը չի լինելու։ Չի լինելու հենց այդ պատրաստական կեցվածքի պատճառով։ Չի լինելու հենց այդ փաստարկի հզորության շնորհիվ։ Չի լինելու, որովհետև 20 տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել։ Իսկ երբեմն չնեղանաք, ավելի լավ, քան մենք։ Բոլոր այն մտահոգ խոսակցությունները, թե իբր մեր նոր սերունդը այլասերվում է, պակաս հայրենասեր է, պակաս պատրաստված եւ այլն, մնում են լոկ խոսակցություններ։ Գրեթե ամեն օր կյանքը մեզ տալիս է հակառակապատծող օրինակներ, իդեմս մեր քայլուն երիտասարդների։ Տղեկ, ոչ ոք ձեզնից ավելի խորը չի պատկերացնում պատերազմ կոչվող չարիքը։ Ուրեմն դուք առաջինը պետք է լինեք սառնասրտություն եւ խաղաղություն քարոզելու գործում։ Մենք ուզում ենք ապրել, աշխատել եւ արարել։ Մենք ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն, բայց նաեւ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնել։ Արդեն անցել է գրեթե 20 տարի այն օրվանից, երբ զինադադար հայտարարվեց։ Այս ընթացքում Արցախը բուժել է իր վերքերի մի էական մասը, ապրում է ու զարգանում, իսկ ներքին ազատության առումով ստանում է ավելի բարձր միջազգային գնահատականներ, քան Ադրբեջանը։ Այստեղ Ադրբեջանի իշխանությունները խրոխտ զեկույցների համար նյութ չունեն եւ տեսանելի ապագայում չեն ունենալու։ Սա է իրականությունը։ Բաքվի ռեժիմին թվում է, թե եթե մենք չենք թաքցնում մեր կորուստները, մենք թույլ ենք։ Նրանց թվում է, թե եթե մենք չենք մոլորեցնում
մեր ժողովրդին մենք թույլ ենք։ Նրանց թվում է, թե եթե մենք բաց, հրապարակավ քննարկում ենք մեր երկրում եղած բոլոր դժվար խնդիրները, մենք թույլ ենք։ Նրանք չեն հասկանում, որ հենց դրանում է մեր ուժը։ Չեն էլ կարող հասկանալ, քանի որ այդ արժեքները իրենց հասու չեն։ Հենց դրա համար էլ մենք նրանց պես ողորմելի քարոզություն վարելու կարիքը չունենք։ Հենց դրա համար էլ մենք հաղթել ենք։ Հենց դրա համար էլ մեր հաղթանակը անշրջելի իրողություն է։ Հարգելի երկրապահներ, դուք ինքներդ վկան եք եղել, թե ինչպես Ադրբեջանը ժամանակին ընկավ իր իսկ քարոզչական ծուղակը, գերագնահատելով իր ուժը։ Այստեղ նստածներից շատ-շատերի հիշում են, թե ինչպես 90-ական թվականների սկզբներին, ով դառնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, իսկ դրանց թիվը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 5-ից ավելին էր, իր պարտքն էր համարում հաջորդ իսկ օրը հայտարարել, որ ինքը անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ է խմելու, բայց իր ուրախություն մեզ և իափսոսանք իրենց ակնհայտ էր, որ Ստեփանակերտում նրանց որևէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել։ Որքան է զարմանալի է, այսօր մենք վկանենք նույն ճոռոմախոս քարոզչությանը։ Թող շարունակեն, դա միևնույն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Իրականության ոչ օբյեկտիվ գնահատականը որևէ մեկին լավ բանի չի հասցրել։ Մենք ունենք ծանր փորձություններով անցած հասուն այրեր և փայլուն երիտասարդություն։ Մենք ունենք ազատ Հայաստան և ազատ Արցախ, որ պիտի դառնան ավելի ազատ։ Մենք սիրում ենք կյանքը, մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն։ Եվ իրականություն ենք դարձնելու մեր ցանկությունը և հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին։ Ոչ մի մարդասպան չի կարող կասեցնել հայ ժողովրդի հազարամյա երթը։ Եղել են կասկածողներ, բայց նրանց նետերն ու նիզակները, փամփուշտներն ու ռումբերը, փողերն ու խարդավանքները բավարար չեն եղել։ Վաղն էլ չեն բավականացնելու, որովհետև մենք սիրում ենք կյանքը, մենք սիրում ենք ազատություն։ Հարգելի երկրապահներ, ձեզնից յուրաքանչյուրը շատ բան է տվել մեր երկրի, մեր հաղթանակի ու մեր խաղաղության համար։ Ձեզնից շատերն իրենց կյանքի փորձն են ներդրել բոլորիս հպարտություն հայոց բանակի կայացման գործում։ Փառք ու պատիվ ձեզ դրա համար։ Այսօր մենք այլ բան ունենք անելու։ Այսօրվա մեր կռիվը մեր երկրի վերելքի համար է, հուսահատության ցանկացած դրսևորման դեմ է, հավատի համար է, աղքատության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր մեր հայրենակցի համար է, զարգացման նոր հնարավորությունների ու արդիական պետություն կայացնելու համար։ Իհարկե այս ամենը նախ եւ առաջ պետության պարտականությունն է, բայց ակնհայտ է, որ միասնականությունը և համախմբումն է հաջողության հասնելու առաջին նախապայմանը։ Համարձակ գաղափարներ և հեռահար նպատակներ։ Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ եռանդ, հետևողականություն ու նվիրվածություն, գիտելիք ու ողջ կյանքում սովորելու պատրաստակամություն, սեփական կարողությունների հանդեպ վստահություն, ակնածանք, ժառանգած ու պատգամելի արժեքների հանդեպ, հարգանք ու հանդուրժողականություն յուրաքանչյուր հայրենակցի նկատմամբ, համբերություն ու հաստատակամություն դժվարությունները հաղթահարելու համար, իմաստություն և խոհեմություն հաղթանակների պտուղները ճաշակելիս,
այս ամենի ձևավորմանն ու կենսագործմանը նպաստող միջավայր եւ իհարկե միասնություն ու սեր։ Մարտահրավերների ու վտանգների մեր օրերում կայունության ու խաղաղության ծարավ մեր տարածաշրջանում երկրի վերելքը հնարավոր է հենց նման հատկանիշներով օժտված հայաստանցիների միասնական ջանքի շնորհիվ։ Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք ձեր սերնդի ողնաշարը կարողացաք պահել, պահպանել երկիրը արհավիրքի ժամին։ Հենց այս հատկանիշների շնորհիվ հայաստանցին կարողացավ ուղղել խորհրդային միության փլատակների տակ գքած իր մեջքը, որակապես նոր հասարակություն, նոր տնտեսական ու քաղաքական հարաբերություններ ստեղծեց, որոշեց ապրել ազատ ու ինքնուրույն, կարողացավ դժվար որոշումներ կայացնել ու վճարել դրանց գինը։ Մեր ժողովրդին հաջողվեց պատերազմի ամենակուլ ճահճից երկիրը հանել եւ ուղղել դեպի մեծ աշխարհի անծայրածիր հնարավորություններով լի ջրերը։ Շուրջ 2 տասնամյակ տևած այդ ուղին բարդ էր ու ծանր։ Դեպի հնարավորությունների օվկիանոս տանող խորհրդառատ գետը մեզ սեղմում էր շրջափակման ափեզրին, սուզում էր աշխարհաքաղաքական գալարապտույտներում, զարկում հակամարտության խութերին ու քաշում ճգնաժամերի սահանքներն ի վար։ Իսկ դժվարությունները ժամանակի ընթացքում միայն ավելանում էին։ Անցումային փոխակերպումների հորձանքը լցվող վտակները բազմացնում էին վտանգները ու բերում նորերը։ Սակայն տարիների հետ մեծանում էր նաև այդ դժվարությունները հաղթահարելու մեր ունակությունը։ Մենք ամրացանք ու նավարկել սովորեցինք հենց այդ փորձանուտներում։ Անցումային տարիների դժվարությունների հաղթահարումը ծանրացավ հենց ձեր սերնդի, մեր սերնդի ուսերին։ Սակայն հիշենք նաև, որ երիտասարդ սերունդն այսօր կարող էր եւ ճաշակել միայն ու միայն հայրերի կորուստների ու դժվարությունների դառնությունը, առանց լուսավոր ժառանգության։ Կարող էր ժառանգել բացարձակապես այլ, տկար ու խոնարհված երկիր։ Եվ հաղթանակներն ու ձեռքբերումները կարող էին չլինել, եթե չլիներ ձեր մեծագույն հավատը ապագայի հանդեպ։ Ձեր ու բոլոր տղերքի անմնոցարդ նույնվածությունն ու անձնուրաց պայքարը, մինչև վերջին շունչը կանգնելու պատրաստակամությունն ու անկոտրում հաստատակամությունը, եթե չլիներ վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Եվ այսօր նոր հնարավորությունների ու աննախադեպ հեռանկարների օվկիանոսին ընթառաջ մեր երկրի, մեր պետության, մեր հասարակության, հայաստանցու առջև ծառացել է մեր սերնդին քաջ ծանոթ մարտահրավերը։ Հնարավորությունների օվկիանոսը թափվող հորձանքի գետաբերանում կրկին ապագան շղարշող անորոշությունների մշուշն է։ Մեր առջև հին հակառակորդն է, վհատվածությունն ու հուսահատությունը։ Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը, հասարակության մյուս անդամների հանդեպ վստահության պակասը, մշուշի մեջ եւ մշուշից անդին տեսնելու անկարողությունը, հոգնածությունն ու անվճռականությունը։ Սրանք են եղել մեր իրական թշնամին նախորդ տասնամյակներում։ Սրանք են դարանել գալիքի ճանապարհին։ Սրանց ենք հաղթելու մենք ու մերօրյա երիտասարդները։ Այո, մեծանում են անորոշությունները, լայնանում է հնարավոր զարգացումների շրջանակը, մեծանում են մեր քայլերի համար պատասխանատվության աստիճանն ու մեր որոշումների արժեքը։ Մեր երկիրն ու հասարակությունը մտել են հասունության փուլ, հարթակ է բարձրանում նոր սերունդ, որը չի տեսել ձեր պայքարի դժվարություններն ու չունի ձեր փորձը։
Սակայն հրապարակ մտնող այս սերունդը ծնվել է պատրանքների ճահճից դուրս, ձևավորվել ու կայացել է հորձանքների մեջ, նոր սերունդն ունի հին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ուժ և եռանդ, նոր հնարավորություններ, որոնցից զուրկ ենք եղել մենք, և առավել քան երբեք, այս սերունդն այսօր ունի ձեր փորձի և իմաստնության կարիքը, ունի վաղվա օրվա հանդեպ այն անխախտ վստահության կարիքը, որը ձեզ մտցրեց մեր պատմության դասագիրք, վստահություն, որը ձեզնով լցրեց մեր նորօրյա էպոսի էջերը, ձեզ դարձրեց մեր թորների հեքիաթների և պատմությունների հերոսն ու սերունդների բարձրանքը։ Պետությունն այսօր նախաձեռնել ու իրականացնում է մեր երկրի ու հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումներ։ Դրանք կոչված են էականորեն կրճատելու մեզ բաժին ընկած ռազմավարական անորոշությունները։ Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն այս առումով կարևորագույն նշանակություն ունեն։ Դրանք ուղղված են հենց նոր սերնդի բարեկեցությանը և հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն, հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին։ Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար և ապագան այստեղ հայրենակիցների կողքին կառուցելու հաստատակամություն։ Երիտասարդ սերնդի հավատի, վստահության ու հաստատակամության պաշարը հաստատելու գործում մեր սերնդի դերը անգնահատելի է։ Սերունդների համերաշխությամբ ու փոխգործակցությամբ է հնարավոր միայն իրականացնել երկրի համար ճակատագրական այս բարեփոխումները։ Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել մեզ լավ ծանոթ մարտահրավերները, հաղթել մեր կողքին, մեզ հետ, երբեմն մեր մտքում ու հոգում ծվարած թշնամուն։ Հենց այս թշնամուն հաղթելու գործում հայրենիքը կրկին ունի ձեր կարիքը, ձեր ուժը, ձեր իմաստնությունը, մարտական ուղով սրբագործված ձեր եղբայրության ոգին այսօր ավելի քան երբեք հարկավոր է երիտասարդ սերնդի ուժն ու հավատը, հույսն ու վստահությունը, սերն ու նվիրումը բազմապատկելու համար։ Այսօր պետք է հնչի երկրապահի ձայնը, խրոխտ, վստահ, չնայած ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել և հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու։ Մենք շատ լավ գիտենք, ով, որտեղ և ինչքան արյուն է թափել։ Մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը։ Մեզնից հետո կրկին տեղ լինելու կոչված սերնդի կողքին պետք է կանգնի երկրապահը իր խորհրդով ու պատգամով։ Պիտի ուժ տանք վհատվածին ու հուսալքվածին հույս։ Պիտի կանգնենք դժվարության մեջ հայտնվածի կողքին, անգամ եթե դիմացինի ցավը տանելու պատրաստակամությունից բացի այլ բան առաջարկել չենք կարող։ Ինչ դժվար իրավիճակում էլ հայտնված լինի հայաստանցին, ուր էլ լինի, նրա թիկունքը դատարկ չպիտի մնա։ Դուք, մենք պիտի զորավիգ լինենք նրան այն պահին, երբ անգամ ծնողը, զավակն ու ամուսինը հուսահատ լքեն նրան։ Սա է մեր մարտի դաշտի օրենքը և սա է
մեր մարտի դաշտը այսօր։ Պետությունը պիտի օգնի նրանց, ովքեր իրենց օգնել չեն կարող։ Պիտի օգնի ու հնարավորություն տա օգնել։ Պիտի օգնի երիտասարդին։ Տարիներ անց օգնություն հասցնել ինքն իրեն։ Պետությունը պիտի եթե կուզեք մի յուրօրինակ ժամանակի մեքենա տրամադրի յուրաքանչյուրին։ Տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար։ Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը, որ պիտի կայացնենք այսօր։ Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու մեր զինանոցը հարստացել է։ Տարիներ հետո մենք սովորել ենք խնդիրների լուծման ավելի արդյունավետ ու գործուն լուծումներ առաջադրել, սակայն, որ ավելի կարևոր է, մենք սովորել ենք լսել միմյանց, սովորել ենք երկխոսել, փոխադարձաբար հարգել միմյանց շահերն ու հաշվի նստել յուրաքանչյուրի հետ։ Գիտակցել ենք, որ հասարակության զարգացմանն ու մարդկանց ճակատագրերին առնչվող խնդիրների լուծման որևէ տարբերակ ընդունելուց եւ խաղաղ պայմաններում յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ անհրաժեշտ է դրանք քննարկել ու համաձայնացնել տարբեր, երբեմն հակասական շահեր ներկայացնողների, գործարարների, կառույցների, հայաստանցու հետ։ Հատկապես վերջին տարիներին մենք փորձել ենք հնարավորինս ընդլայնել տնտեսության զարգացմանն ու հասարակության առաջընթացին առնչվող որոշումների քննարկման շրջանակը։ Փորձել ենք բացել ու ընկալելի դարձնել երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերն ու ընդունվող որոշումները։ Ոչ մի հայաստանցի չպետք է օտարված զգա իր երկրում, ոչ ոք չպետք է խռով ու նեղացած մնա իր երկրից, ոչ մեկը չպետք է նուզովի իր ու իր երկրի ճակատագիրը։ Հայաստանցին պետք է ընկալի ու ընդունի հավաքական որոշումներն ու մասնակից լինի դրանց կայացմանը։ Մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու եւ շարունակելու ենք ընդլայնել հարգանքի, վստահության ու հավատի սահմանները։ Միայն նման ընդարձակ սահմաններում երկրի քաղաքացին իրեն կզգա ավելի լավ, քան անհամեմատ բարեկեցիկ որևէ այլ երկրում։ Միայն նման երկիրն է իզորու իր քաղաքացուն կապել իր ճակատագրին ու պահել իր հողի վրա։ Վստահ եմ, որ միայն այս կերպ կարող ենք ձյան մեջ արև փնտրող ու երկրում օրհնություն գտնող հայաստանցիների երկիր կերտել։ Սա է արդիական, մրցունակ, անվտանգ եւ հպարտ Հայաստանի երաշխիքը, ու մենք պարտադրված ենք հենց այս ճանապարհով գնալու։ Հարգելի երկրապահներ, դուք ուժի, արիության ու հավատի հաղթանակի մարմնավորումն եք։ Շնորհակալ եմ ձեզ ձեր փառահեղ անցյալի համար, այն հայրենանպաստ կեցվածքի համար, որ ունեք այսօր, եւ այն ամենի համար, որ դեռ անելու եք մեր ու մեր սերունդների հայրենիք Հայաստանի համար։ Ինչպես ասում են, պինդերեք տղերք, շնորհակալ եմ ուշադրության համար եւ հասկանալով, որ կարող են լինել բազմաթիվ հարցեր եւ եթե ձեր ժամանակը ների եւ եթե վարչության անդամները դեմ չլինեն, ես պատրաստ կլինեմ ելույթներից հետո պատասխանելու ձեր հարցերին։ Ցանկացած հարցի, շնորհակալ եմ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը կներկայացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։
Երկրապահ կամավորական միության հարգելի անդամներ, համագումարի հարգարժան մասնակիցներ։ Իսրտե ողջունում եմ բոլորիդ, շնորհավորում միության հոբելյանական 10-րդ համագումարի կապակցությամբ Երկրապահ կամավորական միությունը ստեղծվել է Արցախյան ազատամարտի տարիներին եւ առաջին իսօրվանից կանգնել է հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ավանդը հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի հաղթական ավարտին ապահովման մեջ։ Հայ ժողովուրդը արժանի զավակները Սուրբ Արիամ են գրել մեր նորագույն պատմության ոսկերին։ Նրանց սխրակները ու հերոսությունները ընդօրինակման առարկա կլինեն դեռ շատ սերունդների համար, հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալների։ Կարող եք վստահությամբ ասել, որ երկրապահները անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր անկախության կերտման ու հայոց բանակի ստեղծման գործում։ Այսօր էլ կազմակերպության անդամները ակտիվորեն մասնակցում են հայրենիքի զարգացմանը, հարազատ ժողովրդի բարգավաճմանը, երիտասարդության ռազմահայնասիրական դաստիարակությանը։ Սա դժվարին ու ազգանապաստ առաքելություն է, որը դուք իրականացնում եք արժանապատվորեն։ Թանկագին բարեկամներ, Երկրապահ կամավորական միության բոլոր անդամներին մաղթում եմ խաղաղություն, քաջառոտություն, ամենաբարի համագումարի մասնակիցներին հաջող ու արդյունավետ աշխատանք։ Բակո Սահակյան։ Այժմ ձայնը տրվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի եւ իմ անունից ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի պատվիրակներին, մեր մարտական ընկերներին, որոնցից շատերի հետ այսօր էլ ուսուսի դիմագրավում ենք ծառացող սպառնալիքներին, շարունակելով մեր առաքելությունը։ Նրանց, ովքեր Հայաստանին ու Արցախին սպառնացող արհավիքի ժամին ինքնաբուխ մղումով մեկնեցին հայրենիքի սահմաններ եւ Արցախյան ազատամարտի դժվարին օրերին վաստակեցին երկրապահի պատվաբեր, պարտավորեցնող ու բարձր կոչումը։ Պատերազմի դժվարին օրերին կանոնավոր բանակի բացակայության պայմաններում երկրապահը կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում եւ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ մեր զինակից ընկեր Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ պատվով կատարեց իր դժվարին առաքելությունը։ Ամռանը մենք գումարելու ենք հայկական բանակի երիտասարդ սպաների երկրորդ համաժողովը։ Հրավիրում եմ մասնակցելու եւ վստահ եմ, որ երիտասարդ հրամանատարներին Երկրապահը շատ բան ունի ասելու եւ հուշելու։ Սա է մեր ճանապարհը ու այն պետք է դարձյալ միասին անցնենք։ Շնորհակալություն։ Հարգելի պատվիրակներ, ավանդույթին համաձայն մենք ուզում եմ ողջունենք դալիճում ներկա մեր բոլոր մայրերին, քույրերին, կանանց, աղջիկներին եւ ձայնը տանք նախագահության անդամ ազատամարտիկների մայր Արզիկ Մխիթարյանին։ Որպես հոգատար մայր, որպես ուշադիր քաղաքացի ու երկրապահ, ես ուզում եմ ողջունենք մեր զորավարին, որը Արցախ աշխարհի պատերազմի լեգենդն է, եւ նրան կամենանք առողջություն ու արևշատություն։ Եվ ես այսօր կասեի, մենք ունենք մի առավելություն, մեր երկրի նախագահը, հայոց բանակը, նրան նախարարը, մեր երկրապահը, նրան նախագահը, Արցախի հերոսները եւ ինձ թույլ եմ տալիս օգտվելով Վազգենի ոգու թելադրանքից ասելու,
որ դուք շռայլությամբ եք ծառայել մեր հայրենիքին, եւ մենք պետք է շռայլությամբ էլ գնահատենք ձեր արժեքը։ Ես շատ կուզենայի իբրև մտավորականի, որ լինի այն պահը, երբ զինադադարի 20-ամյակին մենք կունենանք ոչ թե Արցախի հերոսներ միայն, այլ նաև Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներ։ Այժմ խոսքը տրվում է Երկրապահ կամավորականների միության անդամ ազատամարտիկ Վարդան Գենոկյանին։ Ես խոնարհում եմ մեր զոհված ընկերների շիրիմների առջև։ Կարիվն արդար է մահն ընդունելի, եւ որ փորձում են լափել հայրենին, բայց հայոց ոգու կուռ է, ամբեկում, ամեն մի զարկին հազար կզարկի, թող որ հոխորտա անգու թշնամին։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայոց բանակի մի մասնիկտ եմ եղել, հպարտ եմ, որ ձեր կողքին եմ եղել, եւ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ վտանգ է սպառնում մեր հողին։ Միայն խոսքը չէ, որ պիտի զատի թույլ ուժերից, ոգին է կռվում, երբ համր է լեզում, երբ ժայռից պոկված բեկորի նման ինքնազոհումով ակունքն է փրկում հարազատ հողի, հարկ ես Երկրապահ։ Մեր իրակներում արյուն ներնախնյաց եւ անպարտելի է ոգին հայրենի։ Գլուխդ բարձր պահիր Երկրապահ, արժան է որդիդ, սրին հայապահ։ Շնորհակալություն։ Երկրապահ կամավորականների միության հոբելյանական 10-րդ համագումարում տեղի ունեցան Երկրապահ կամավորականների միության ղեկավար մարմինների ընտրություններ։ Ընտրվեց նոր վարչություն։ Նորընտիր վարչության առաջին նիստում ազգային ժողովի պատգամավոր Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ գեներալ Սեյրան Սարոյանի առաջարկությամբ Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության անդամները եւ համագումարի ողջ պատվիրակները միաձայն Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ վերընտրեցին Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Խոսքն ասավ ինձ, հա։ Մեծարգո նախագահ Սրբազան հայրեր, հարգելի նախարար, պարոնայք գեներալներ, սպաներ, սիրելի մայրեր, քույրեր, հարգելի երկրապահներ։ Երկրապահ ուժերը իր միասնությամբ Հայաստանի Հանրապետությունը, Արցախը ևս ուժեղ են ու հզոր երկմիասնական ու զորեղ է երկրապահը։ Ես բոլոր ներկաների անունից շնորհակալություն եմ հայտնում Զորավարին, որը սպարապետից հետո կարողացավ ըստ արժանավորին շարունակել նրա գործը եւ ճիշտ ճանապարհով առաջնորդել Երկրապահին։ Այս տարիների ընթացքում Մանվել Գրիգորյանը ապացուցեց, որ ինքը իրոք սպարապետ Վազգեն Սարգսյանի լավագույն զինակից, ընկերն է նրա գործի ժառանգորդը ու շարունակողը։ Մեր ավակ ընկերոջ ուսերին իրոք ծանր բեռ է դրված, բայց ինչ արած, նա այնպիսին է եղել պատերազմի ժամանակ, պատերազմի դաշտում այնպիսին եւ խաղաղության մեջ։ Մենք վստահ ենք, որ նա միշտ պատրաստ է ծանր բեռը մինչև վերջ տանելու։ Հարգելի երկրապահներ, մենք միշտ բաց ճակատով ենք գործել։ Գաղտնիությունը սազական չի Երկրապահին։ Ես առաջարկում եմ մեր ընկերոջը համագումարի ողջ դահլիճով բաց քվեարկությամբ Երկրապահի պես ընտրել ԵԿՄ վարչության նախագահ։ Ես հաստատ համոզված եմ, որ բոլոր ներկաների ցանկությունն է արտահայտում։ Սա ոչ միայն իմ առաջարկն է, այլև ամեն մի երկրապահի, բոլոր երկրապահների։ Ինչպես միասնական եղել ենք 1978 թվականից սկսած, այնպես էլ միասնական պիտի մնանք։ Սա օրվա հրամայականն է, սա անվտանգության խնդիր է։ Ձեր ցավը տանեմ, ախր այսօր մեր երկրին, մեր պետությանը, մեր ազգին միասնություն է պետք։ Պետք է միանշանակ միասնական լինենք,
որ ոչ մի թշնամի չհամարձակվի մեր կողմը թեկնայելու։ Այ, հիմա բաց է բաց ամենաճիշտ երկրապահի ձևով բերեք ընտրեք մեր երկրապահի վարչանախագահին վերջանայթա, կողքը բավյաս առաջ կա։ Եղավ առաջարկ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ ընտրել Զորավար Մանվել Գրիգորյանին։ Խնդրում եմ քվեարկել կողմ, շնորհակալություն, դեմ չկա, ձեռնպահ չկա, անցավ միաձայն, շնորհավորում եմ։